ճշգրիտ տեղեկություններ արտացոլելու հարցում։ Երկրորդ կարևոր հանգամանքը, ինչի կապակցությամբ խնդրել եմ այսօր լրատվամիջոցները ներկայանան եւ լուսաբանեն, դա Արցախի հանրապետության ներկայացության շենքի շուրջ տեղի ունեցող իրադարձություններն են։ Ոնց կամենա, կարող եք այս թեման հասկանալ եւ անցնել երկրորդին։ Հղում կատարելով դատարանի կայացրած որոշմանը մենք այս որոշումը ուժի մեջ մտնելու հիմա չեմ բացառում, որ դատական ակտը կարող է բողոքարկվել թե մեր, թե պատասխանողների ցանկացածի կողմից։ Ընդ որում դատական ակտը կարող է բողոքարկվել օրինակ պատասխանողների կողմից անկախ այցը մերժելու հանգամանքից պատճառաբանական մասով, այսինքն այն տեղեկությունները, որ դատարանն արտացոլել էին եզրահանգումները, որը դատարանը կատարել է իր վիճռի մեջ, պատասխանող կողմը կարող է բողոքարկել, նշելով, որ այդ պատճառաբանությունների հետ համաձայն չէ։ Համաձայն է հայց մերժելու հետ, բայց համաձայն չէ իր պատճառաբանություններով է հայց մերժել։ Սրանով պայմանավորված մենք սպասելու ենք վճիռը օրինական ուժի մեջ մտնի, որից հետո դիմում ենք ուղղելու կրթության նախարարությանը եւ խնդրելու ուշադրության առարկա դարձնել այն հանգամանքը, ինչ արձանագրվել է դատարանի կողմից, խնդրելով օրինակ պատմության դասագրքում մտցնել ամբողջական տեղեկություններ։ Ինչ է ցանկացել նախագահ։ Նախագահը միշտ էլ առաջարկել է անգամ դատական գործի քննության ընթացքում առաջարկել հարցության համաձայնություն, ասում է լավ, նշում եք, որ կայացվել է հրամանագիր, պայմանական կայացվել է հրամանագիր Արցախը լուծարելու վերաբերյալ։ Նշեք ինչպես է դա կայացվել, նշեք դրա շարժառիթները։ Ես ձեր թույլտվության մեջ բերեմ նաև Արցախի հանրապետության նախագահի ցուցմունքը դատական նիստերի դահլիճում տված, որը ցավոք լուսաբանել չի ստացել, որովհետև պատասխանողները հստակ դեմ էին Սամվել Սերգեյ Շարամանյանի ցուցմունքը։ Ադրբեջանական կողմը ռազմական գործողությունները դադարեցնելուց հետո ներկայացրել է վերջնագիր ԼՂ ազգային ժողովի կողմից ինքնալուծարման հռչակագիր ընդունելու վերաբերյալ, ինչից ԼՂ ղեկավարությունը խուսափել է, տարածելով համապատասխան հայտարարություն, եւ որի շնորհիվ հնարավոր է եղել չեզոքացնել բնակչության ֆիզիկական գոյությանը սպառնացող վտանգը եւ կազմակերպել ԼՂ տարածքից դուրս բերումը։ Հայաստան տեղափոխվելուց հետո Հայցվորը բազմից տարբեր հրապարակային ելույթներում, այդ թվում Le Figaro պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ չկա նման փաստաթուղթ, ավելի նման փաստաթղթի ընդունումն ամբողջությամբ հակասում է ԼՂ օրենսդրությանը, որևէ պետական մարմին եւ ԼՂ օրենսդրությամբ օժտված չէ նման իրավական ակտ ընդունելու լիազորությամբ, եւ այն արկա չէ անգամ ԼՂ իրավական ակտերի տեղեկատվական համակարգում։ Խնդրո առարկա հայտարարությունում մատնանշելով հրամանագիրը չհարկելու որոշում է տարածել արդեն Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելուց հետո հետագա շարժումներից խուսափելու նպատակով։ Պատասխանող կողմը հաշվի չի առել նաև այս հանգամանքը, դրա մասին որևէ հիշատակում չկատարելով դասագրքում։ Այսինքն մեր ցանկացած այն է, որ ներկայացրեք իրականությունը, ոչինչ մենք ավել չենք ուզում։ Լավ, նշում եք, որ կայացվել է այդպիսի հրամանագիր կամ այդպիսի հայտարարություն է տարածվել տեղեկատվական համակարգում։ Նշեք այդ հայտարարության ամբողջական բովանդակությունը։ Երբ է կայացվել, ինչ շարժառիթի ազդեցության ներքո է կայացվել, ինչպիսի վտանգ կար արդյոք ուժի գործադրում կամ ուժի գործադրման անմիջական սպառնալիք։ Եվ ամենակարևորը նշեք, որ այդ հրամանագիրը այդ նույն տրամաբանությամբ Հայաստանի Հանրապետությունում չհարկվել է։ Հիմա բոլորի մոտ հարց կարող է առաջանալ, ասել, եթե փաստաթուղթը ի սկզբանե համարում էիք անվավեր կամ առ-ոչինչ, ապա ինչու եք այստեղ դա չհարկել։ Դրա պատասխանը շատ պարզ է, որովհետև նախ սկսել են շատ ուժեղ շահարկումներ, ընդ որում այդ շահարկումները սկսել են նաև իրավական տիրույթում։ Օրինակ քննչական կոմիտեն Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնել հղում կատարելով նաև այդ հրամանագրին, նշելով, որ եթե Արցախը լուծարված է, դու ինչպես է Ստեփանակերտի քաղաքապետի լիազորություններ իրականացնում Հայաստանի Հանրապետությունում։ Բոլորս տեսանք նաև, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատարանը արդարացրեց Ստեփանակերտի քաղաքապետին, բայց այնուամենայնիվ այսպիսի քրեական վարույթներից եւ իրավական տիրույթում տեղ գտած մեկնաբանություններից խուսափելու նպատակով նույն հարթակում կայացել է նաեւ այն չհարկելու վերաբերյալ հրամանագիր։ Եվ մեր բոլորի նպատակը այն էր, որ սա լուսաբանվի, ժողովուրդ, ինչա, բայց պատմության դասագրքում նշելով, որ ունեցել ենք այսքան զոհ, եղել է պատերազմ, որից հետո անմիջապես նշում են, որ կայացվել է Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագիր, հաջորդող նախադասությունը Արցախի բնակչությունը դուրս է եկել Հայաստանի Հանրապետություն։ Այսինքն երեխաների մոտ ցանկանում են ստեղծել այնպիսի մի տպավորություն, որ
բնակչությունը դուրս է եկել, քանի որ Արցախը լուծարվել է։ Բնակչությունը դուրս է եկել, որովհետև եղել է սպանդի սպառնալիք, որովհետև եղել է բնակչության գոյության իրական վտանգ։ Ոչ թե որ Արցախի հանրապետության նախագահը կայացրել է Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագիր։ Ասեմ ավելին, Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագրի հայտարարությունը եւ մարդկանց բնակչության դուրս բերումը ամսաթվերով անգամ չեն համընկնում մեկը մյուսին։ Բայց պատմության դասագրքում այսպիսի տեղեկություններ են տեղ գտնում եւ ընդ որում այդ թեմայից հետո երեխաներին տրվում են առաջադրանքներ եւ օրինակ նշում են բանալի բառեր եւ ասում են կազմիր օրինակ նախադասություն կամ վերնագրիր այս տեքստը եւ այդ բանալի բառերում օգտագործում են հետեւյալ բառերը. Արցախի նախագահ Սամվել Շահրամանյան, բնակչության տեղահանում, Արցախի լուծարում եւ այս բառերը փոխկապակցելով միմյանց հետ երեխաների մոտ ստեղծում է տպավորություն, իբր նախագահը ստորագրեց Արցախը լուծարելու հրամանագիր եւ քանի որ Արցախը լուծարվեց, բոլորս դուրս եկան։ Ոչ, ես անձամբ Արցախից դուրս եմ եկել, որովհետեւ եղել է իմ եւ իմ ընտանիքի գոյության իրական վտանգ։ Եղել է սպանդի սպառնալիք։ Դե հենց այդ նպատակ հասկացա, հենց այդ նպատակով այսօր ես խնդրեցի, որ լրատվամիջոցները ներկայանան եւ այս հանգամանքը լուսաբանեն։ Հիմա իշխանության 4-րդ ճյուղի վրա դրված է, այսպես ասած, մի բարոյական պարտք կամ հասարակական պարտք այս հանգամանքները լուսաբանել, որպեսզի երեխաները դպրոցական դասընթացներում այդ ամեն ինչը ընկալելուն զուգահեռ հնարավորություն ունենան նաև իմանալ այն իրականությունը, որը իրականում տեղի ունեցել, այն ինչ իրականում տեղի ունեցել։ Եվ հենց այս նպատակով է իմ հրապարակային ելույթները, իմ ֆեյսբուքյան գրառումները եւ այսօր այս միջոցառումը ձեռնարկելը։ Չունենք այլ ընտրանք այս պայդրությամբ մենք չունենք։ Ավարտեցի։ Հաստատված դատական ակտերը ենթակային կատարում։ Ներքված դատական ակտերը նույնականությամբ կատարում չեն ենթադրում։ Դուք ասում եք իմել են դրամասը։ Այո։ Դες կասեմ, որ գիտեք ինչ, ակտը մերժվել է։ Սրանից որևէ հայեր չպետք է բախեն։ Մերժված ակտը որևէ կերպ չի կարելի։ Շատ լավ։ Դրանք սեղանում ու ասել, որ Շատ լավ։ Նախ դատական ակտը մեկ ամբողջական փաստաթուղթ է եւ բաղկացած է ոչ միայն եզրափակիչ, այլ նաեւ պատճառաբանական մասերից։ Եվ դատարանն իր որոշման պատճառաբանական մասում հստակ նշում է կատարել, ես ձեր ցույցությամբ ուղղակի մեկ անգամ եւս մեջ բերեմ այդ հատվածը։ Դատարանը կարևորում է նշել, որ հայցվոր կողմի փաստարկներն ու դիտարկումները մասնավորապես տեղին են այնքանով, որքանով վերաբերում են դասագրքային նյութերում որևէ փաստաթղթի հիշատակմանը, ընթերցողի համար առանց դրա մասին առնվազն ընդհանուր բնույթի տեղեկությունների հասանելիությունն ապահովելուն, որպեսզի բաց թողում հայցադյումին կից ներկայացված դասագրքի համապատասխան տեքստերում ակնհայտորեն առկա է։ Այսինքն դատարանն արձանագրում է, որ այդ տեղեկությունը առնվազն ընթերցողի համար ընկալելի չէ այնքանով, որքանով որ տեղեկությունը ընդհանրական չէ։ Եվ դատարանը այս հանգամանքը իզուր չէ իր դատական ակտում շարադրել։ Եթե մերժելու է, այնա մի անգամից կգրեր հայցը հիմնավորված չի եւ մերժել, դատարանը ինչու է այս հանգամանքների վրա ուշադրություն արժանացրել։ Դե դատարանն արձանագրել է այդ հանգամանքը եւս արձանագրել։ Դատարանն ասել է հայցվորի պատիվը եւ արժանապատվությունը արատավորած համարել ես չեմ կարող, որովհետեւ այդ հրամանը առ ոչինչ է, այսինքն անվավեր կնքման կայացման պահից, ինչը հիմնավորվում է թե ներպետական եւ թե միջազգային իրավական ակտերով։ Այսինքն դատարանը սրան վրա հողում կատարելով է ասել, որ հայցվորի պատվին ու արժանապատվության դրանով վնաս չեն կարող պատճառել։ Այո, եթե հայցը օրինակ բավարարվեր, մենք կվերցնեինք կատարողական թերթ, եթե անգամ այդ գործողությունը չկատարվեր եւ կպարտադրեինք դրա կատարում։ Բայց այս պայդրությամբ մենք ունենք ճիշտ է ոչ բավարարման վճիռ, բայց ունենք պատճառաբանական մաս մերժման վճռում, որը որ ուղղակի անկատար մնալ ըստ իս չի կարող։ Գուցե դուք դատարանի եք արդեն Տեսեք, մենք ընդամենը դիմել ենք դատարան զրպարտությունը հերքելու պահանջով։ Չի բացառվում նաև վարչական դատարան դիմելու մեր գործողությունը եւ այս վճռի վրա հղում կատարելով այլ իրավական միջոցառումներ, որոնք կձեռնարկվեն։ Հիմա այս մասին լուսաբանել եւ բացել մեր բոլոր մարտավարությունները կամ մարտավարական քայլերը, որոնք մենք պատրաստում ենք ձեռնարկել, կարծում եմ բոլորիդ համար հասկանալի պատճառով այս բանին չեն պատրաստվում։ Ունենք այլ հարցեր այս թեմայի հետ կապված։